Նորքի Բարձունքի Նեղլիկ փողոցում ծվարած այս տուն բենզալցակայանը փորձառու վարորդները լավ գիտեն։ Աշխատակիցը կին է, մեզ հետ զրուցել չցանկացավ, միայն փոխանցեց։ Աշխատանք ունենար այս գործով չէր զբաղվի։ Հարևանները թեև հասկանում են, որ վտանգավոր օբյեկտի մոտ են ապրում, բայց լռում են, հացի խնդիր է։ Գործով թաղամաս եկած 30 տարվա վարորդն ավելի համարձակ է։ Ահա որ վտանգավոր է, որովհետև մեքենա է հիմա վերևից որ իջավ մտա մեջը տրակավ։ Ահագին զոհեր կլինի, կողքից մարդկանց վնաս կտան։ Խորհրդային տարիներից մինչև օրս գործող կարգը պահանջում է։ Բենզալցակայանները կարող են գտնվել բնակելի տարածքից առնվազն 25 մետր հեռու։ Եթե դրանք բենզալցակայաններ են, ստացիոնար, դրանք մենք մեր վերահսկողության տակ են։ Իհարկե, իսկ բնակարաններում, եթե կամ իրենց բակերից մարդիկ վաճառում են, մեր վերահսկողությունից դուրս են։ Պաշտոնյան բացատրում է, վերահսկելը դժվար է, մեկն իր դարպասից դույլով բենզին է վաճառում, հենց գնաց ստուգես դույլը ներս կտանի։ Բայց եթե ազանգ լինի, տեսչության աշխատակիցները տեղում կպարզեն, պահպանվում են արդյոք հակահրդեհային անվտանգության կանոնները։ Մասնագետը հիշեցնում է, այս խնդիրը հատկապես սուր էր 90-ականներին, երբ ամեն մեկն իր դրան առջև բենզին էր վաճառում։ Այսօր տեսչությունը հետևում է, որ բենզալցակայաններն ապահովված լինեն կրակմարիչներով, հրդեհի ազդարարման, ինքնաշխատ համակարգով եւ այլ պարագաներով։ Պատժամիջոցների ցանկն էլ փոքր չէ։ Կարող ենք հոսանքազրկումներ իրականացնել, դադարեցնել նրանց աշխատանքը, իսկ ամենատարածված մեր պատժամիջոցը դա վարչական տուգանքն է։ Տեսչությունն այս տարի տուգանել է ավելի քան 3 տասնյակ բենզալցակայանների։ Պետական գանձարան է մտել ավելի քան 10 միլիոն դրամ։ Դրանից սակայն բենզալցակայանները բնակավայրերից չեն հեռացել, իսկ հարևանությամբ ապրողները վաղուց կորցրել են վախի զգացումը։ Ինչ-որ միտեղ սպասվում է, բայց չի խանգարել։ Ճիշտ ասած, այդքան չեմ մտածել, որտեվ ամեն քայլին կա։ Սխալ է 100%-ով, բայց որ մարդիկ հնարավորությունը այդպես են ստեղծել, այդպես էլ արել են։ Ինչ կարանք ասել։ Օֆելիա Կամավոսյան, Հայարփի Միքայելյան, Նորա Շարբաթյան, ժամը լրատվական։